Ես կարծում եմ, որ ես ունեմ ապացույցներ, եթե ես խոսում եմ, ուրեմն ես ունեմ ապացույցներ, բայց ես առաջարկել էի, դուք չեք նկատել, որ չեն վիճարկում իրենք դա։ Իրենք չեն վիճարկում։ Իրենք չեն ասում, իրանք ընդհանրապես չեն վիճարկում իմ հայտարարությունները, չեն վիճարկում։ Այ երբ որ կվիճարկեն, ես առաջարկել էի, եթե իրենք որևէ ձևով վիճարկում են, իրենք կարող են դատի տալ եւ այդ ապացույցները կներկայացվեն կամ այլ ձևաչափով այդ ապացույցները կներկայացվեն։ Խնդիրը այն է, հետեւյալը, ընդ որում ես ուզում եմ շատ հստակ ընդգծեմ, ընդ որում ես մոռացա մի վարքյան։ Իմ դիրքորոշումները ամբողջությամբ հիմնված են հայ առաքելական եկեղեցու կանոնների վրա, հայ առաքելական եկեղեցու իրավական կանոնների վրա, որով հենց եկեղեցին ինքը Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունում գրանցել է որպես հայ առաքելական եկեղեցու կանոններ եւ կանոնագիր։ Ներողություն եք խնդրում, երկրորդ հարցն եք տալի։ Փաշինյան որոշ քաղաքական գործիչներ ասում են, որ հոգեբորականների դեմ այս պայքարը բերելու է բախումների քաղաքացիական պատերազմի, արդյոք դուք բացառում եք նման սցենարը եւ Գարեգին երկրորդին ինչպես եք հեռացնելու, հնարավոր է որ իրավաբանները նույն կերպ ասեն եկեղեցի մտնեն։ Գիտեք, ես անհեթեթ եմ համարում բախումների մասին խոսակցություն, անհեթեթ եմ համարում։ Գիտեք, 2000 ժողովուրդ ջան, ախր հիմա հետ գամ միկրոֆոններն էլ են, շատ լավ, ներողություն, հա, դա կատարյալ անհեթեթություն եմ համարում։ Գիտեք, մենք 2018 թվականին Հայաստանում հեղափոխություն ենք իրականացրել եւ ըստ էության բախումներ չեն եղել։ Հիմա մենք հոգեվոր, բացառապես հոգեվոր խնդիր ենք առաջ քաշում եւ այդ հոգեվոր խնդիրը իրականացնելը կարող է տեղի ունենալ միայն հոգեվոր, քրիստոնեավայել, քրիստոնեական սիրո վրա հիմնված գործողությունների եւ քայլերի վրա։